Հունվարի 14-ից մեկնարկել է հաջողակից սկսնակին ծրագրի 4-րդ փուլի միմյանցից ոգեշնչված նախագծի անհատական հարցազրույցների փուլը։ Այս փուլում ծրագրի թիմը անցկացնում է անհատական հանդիպումներ դիմորդների հետ, նրանց հետ անմիջական շփվելու, յուրաքանչյուր մասնակցի մոտիվացիան հասկանալու, բիզնես գաղափարները եւ զարգացման նպատակները լսելու, բիզնես դասընթացների մասնակցելու պատրաստակամությունը ճշտելու համար։ Մինչ օրս արդեն 128 կին ներկայացել է անհատական հարցազրույցի։ Միմյանցից ոգեշնչված նախագծին այս փուլում դիմել էր 531 անձ, որոնցից 467-ը համապատասխանել էր սահմանված չափանիշներին եւ անցել կամ անցնելու է հարցազրույցների փուլ։ Հարցազրույցները պիտի շարունակվին մինչև փետրվարի 25, որ մեր ետք կորոշվի, որոնք պիտի մասնակցին դասընթացներու փուլին, որը կտևի 30-ից 35 օր։ Դասընթացներն հետո արդեն մասնակիցները մեր շահառուները կմշակեն իրենց բիզնես ծրագրերը դասընթացավարների եւ խորհրդատուների օգնությամբ եւ այդ ծրագրերը կներկայացնեն հատուկ ձևավորված հանձնաժողովի, որ մեր լավագույն եւ իրատեսական բիզնես ծրագրերը կստանան դրամաշնորհներ։ Հիշեցնեմ, որ մենք նախորդ մեր 3 փուլերի արդյունքում արդեն ունենք 129 գործող բիզնեսներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս փուլի շահառուները կանայք են, որոնք ցանկանում են սկսել կամ զարգացնել սեփական բիզնեսը եւ պատրաստ են ներդնել ժամանակ ու ջանք ձեռք բերել գիտելիքներ համապատասխան դասընթացների միջոցով եւ ի վերջո կյանքի կոչել իրենց գաղափարները։ Անհատական զրույցներու նպատակը ծանոթանալ նախ շահառուին, իմանալ նպատակը, կողմնորոշել ավելի իրեն դասընթացներն առաջ եւ բացատրել նաեւ ծրագրի դարբեր փուլերը եւ իմանալ մասնակցի պատրաստակամությունը դասընթացների մասնակցելու, բացատրելով կարեւորությունը այդ դասընթացներին, որ ինքը կստանա պետք եղած գիտելիքները, հմտությունները իր բիզնեսը ճիշտ ղեկավարելու։ Մենք դասընթացավարի հետ, բիզնես դասընթացավարի հետ միասին չենք զլանար այդքան մարդու հետ հանդիպելու, որովհետև սկացինք նախորդ փուլերից, որ այդ ձևով ավելի արդյունավետ կլինի, մենք մեկ առ մեկ կծանոթանանք մեր սիրելի շահառուներին։ Դասընթացները ենթադրում են 35-օրյա ինտենսիվ տեսական եւ գործնական պարապմունքներ, որոնք կենտրոնացած են բիզնես պլանավորման, կառավարման եւ գործարար մտածողության զարգացման վրա, նպաստելով կայուն եւ մրցունակ բիզնեսների ձևավորմանը։ Ճիշտն ասած, այս ծրագրի մասին տեսել եմ հանրային հեռուստաընկերությունից, շատ եմ ոգևորվել, հատկապես որ կանանց է ուղված, որովհետև կին արմատը թույլ է, ասենք ու շատ տղամարդիկ մտածում են, որ կինը չի կարող զբաղվել բիզնեսով։ Մենք պետք է ապացուցենք, որ պետք է զբաղվենք ու շատ եմ ոգևորվել այն հարցով, որ հարցազրույցի ժամանակ իմացա տարբեր դասընթացներ են անցկացնում, բիզնես պլաններ են ունենում, մշակում, շատ ուրախ եմ, շատ կցանկանամ անցնել ու բացի այն, եթե ես չհաղթեմ այդ գումարը, ինձ այս ամեն ինչը այս շրջանում ոնց որ նոր ուսում է, էլի։ Ես սիրում եմ սովորել ու շատ ուրախ կլինեմ անցնեմ ու ընդհանրապես TV-ով, չգիտեմ, Facebook-ով տեսել եմ այն կանանց, ովքեր հաղթել են ու ինձ ոգեշնչել է, որպեսզի դիմեմ։ Հաջողակից սկսնակին ծրագիրը նպատակ ունի աջակցել փոքր եւ միջին ձեռներեցությանը, ստեղծելով հնարավորություն փորձի փոխանակման, փոխադարձ ոգեշնչման, գործնական գիտելիքների ձեռքբերման եւ իհարկե տնտեսական կայունացման համար։ Ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտելուց եւ հատուկ ձևավորված հանձնաժողովին իրենց գործարար ծրագրերը ներկայացնելուց հետո ընտրված շահառուները կստանան դրամաշնորհ։ Շնորհակալ ենք բոլոր բարերարներուն եւ նվիրատուներուն, որ կհավատան մեզ եւ մեր հետ միասին ցեր կմեկնեն սկսնակ ցերներեց անցանց, որ ունին երազանքներ բիզնեսի աշխարհում։ Խրախուսում ենք բոլոր հաջողակ անցանց, որ նաեւ իրենց լուման ունենան այս ծրագրին մեջ եւ օգնեն մեր սկսնակ ցերներեցներին իրենց երազանքը կատարելու։